Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելու որոշումը պայմանավորված էր պետական անվտանգության նկատառումներով։ Նա եղել է անջատողական շարժման առաջնորդներից մեկը, որը 1980-ականների վերջում բարձրացել էր Ադրբեջանի դեմ Ղարաբաղում։ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ իշխանության փոփոխություն զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում, որոնք ստացան Թավշյա հեղափոխություն անվանումը։ Պատճառը Սերժ Սարգսյանի առաջադրումն էր վարչապետի պաշտոնում։ Բողոքի շարժումը գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը։ Փողոցային ճնշման ներքո Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 23-ին հրաժարական տվեց։ Հետագայում վարչապետ ընտրվեց Փաշինյանը։ Իմ կյանքում ես ընդունել եմ ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ եւ ամենադժվար որոշումն այն էր, որ խախտեցի իմ իսկ խոստումը եւ 2018 թվականին առաջադրվեցի վարչապետի պաշտոնում, նշել է Սարգսյանը։ Միևնույն ժամանակ նա այդ քայլը անվանել է իր ամենամեծ սխալը։ Նրա խոսքով առաջադրման նպատակը ոչ թե իշխանությունը պահպանելն էր, այլ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության ապահովումը։ Նա նաեւ նշել է, որ հանրությանը չի հաջողվել բացատրել, որ իր հեռանալը բարդ բանակցային իրավիճակում կբերի աղետի։ Ներկայիս քաղաքական իրավիճակը մեկնաբանելիս Սարգսյանը նշել է տարածված այն կարծիքը, որ նախկինների մասնակցությունը ընտրություններին միայն ուժեղացնում է գործող իշխանության դիրքերը։ Հենց այդ պատճառով էլ հանրապետական կուսակցությունը որոշում է ընդունել չմասնակցել առաջիկա ընտրություններին։